Վարչապետը հայտարարեց, որ այսպես կանխատեսում կա, որ Spike-ի հետ կարող է, եթե չեմ սխալվում, մինչև 40 միլիարդ դրամ հասնի այսպես գումարի չափը, որ Spike-ան հրաժարվել է կամ սափել է մուծել, եթե չեմ սխալվում, 30-40 միլիարդ խնդրում եմ ուղղեք եւ ձեր կարծիքով, ձեր կանխատեսմամբ, ձեր գնահատմամբ որքան ի վերջո կհասնի վարչապետը ներկայացրեց իր թիվը, դուք եք սպասում, որ օրինակ տնօրենը խոսում էր մինչև 50 միլիարդի մասին, ասում էր այ գիտեք ինձ քննիչը թե ձեր տեղակալը, կարծում ձեր տեղակալը իրեն ասել է այսպես անձնական զրույցում, որ հնարավոր է մինչև 50 միլիարդ հասնի։ Հարցը հետևյալն է, ձեր կանխատեսմամբ որքան կհասնի այդ գումարը Spike-ի հետ կապված։ Տվյալ թեմաների շուրջ կանխատեսում անելը ինքը ճիշտ չի։ Վարչապետը ուղղակի զրույցի ժամանակ տեսեք, ասեց 7, 14, 24, 30, ինքը թվեր հնչեցրեց, որպեսզի դուք կամ հանրությունը իմանա, որ այդ 7 միլիարդը, որը հաշվարկի հիմքում դրված է, դա ուղղակի 15 թվականին առնչվող հաշվարկ է։ 15 թվականին վերաբերող փաստաթղթերը ունենք, փաստաթղթերի հիման վրա այդպիսի հաշվարկ է կատարվել։ Բայց նաև կա 2.5 տարվա ժամանակաշրջան, որոնց փաստաթղթերը ձեռքբերման process-ում ենք մենք, եւ այդ փաստաթղթերը ունենալուն պես հաշվարկներ կատարվում եւ հաշվարկների արդյունքը եւս կտեղեկացվի։ Չի բացառվում, որ այդ 7 միլիարդը կարող է աճել, ճիշտ եմ ես հասկանում ձեզ պարոն Անանյան։ Ներողություն։ Չի բացառվում, որ այդ 7 միլիարդը կարող է աճել, ճիշտ եմ ձեզ հասկանում։ Ոչ միայն չի բացառվում, այլ կարծում եմ, որ աճելու է, որովհետև տեսեք, եթե մենք ունենք 3.5 տարվա ժամանակաշրջանին առնչվող այդպիսի առերևույթ հանցագործություն պարունակող ինչ որ այդպիսի վարկագիծ, մենք այդ վարկագծի մենակ մոտ 30%-ը ժամանակագրական առումով 30%-ը ոչ արժեքային առումով 30%-ին առնչվող փաստաթղթեր ունենք, որոնց վերաբերյալ կատարել ենք հաշվարկներ։ Հաշվարկները ինչ ցույց կտա, ես դա չեմ կարող ասել։ Վարչապետի խոսքը ուղղակի դա բան տեղեկատվական ընդհանուր ինչ որ մոտավորություն պարունակող բան էր, որևէ թվային բան չկա։ Ինչ փաստաթղթերի մասին է խոսքը եւ նախապես տնօրենի կարծիքով դա հետապնդում չէ, եթե դուք ուշադիր եք լսել, դա հետապնդում չէ։ Եվ տեսեք, այստեղ շատ կարևոր բան կա, այստեղ պետք նախագահական վարչապետը այս պահին այդքան էլ իրավասու չեն հանրությանը տեղեկատվություն ներկայացնելու, որովհետև արդեն իրավական գործընթաց է գնում։ Այստեղ ամենակարևոր մարդը քննիչն է, քննություն իրականացնող քննիչն է, տեսեք, չի հետաքրքրում ձեզ հարցի պատասխանը, մի հատ լսեք էլի, ամենակարևոր անձը այստեղ քննիչն է, քննության ժամանակ փաստական հանգամանքների վերաբերյալ իր դատողություններն անում, մասնագետների հետ հաշվարկներ անում, եւ եթե ինքը ունի այնպիսի համոզմունք, որ օրինակ տնօրենի ազատության մեջ գտնվելը կվնասի քննությանը, ինքը այդպիսի միջնորդությամբ գնացել է դատարան, դատարանը այդպիսի որոշում է կայացրել, այսինքն իրավական գործընթաց է գնում, եւ իրավական գործընթացի վերաբերյալ պետք նախագահական վարչապետը որևէ գնահատական չեն կարող տալ։ Հետևաբար, քանի դեռ քրեական գործը քննվում է, քանի դեռ քննություն է գնում եւ քննչական գործողություններ դեռ կատարվելու են հավանաբար, եթե քննիչը այդպիսի անհրաժեշտություն ունենա։ Մենք այսօր ամենակարևոր անձը քննիչն է, բոլորս կախված են քննիչի որոշումներից եւ քննությանն առնչվող տեղեկատվության կա թույլատրելիության շրջանակ։ Ես կարծում եմ, որ թույլատրելիության շրջանակներում ասեցի այն, ինչ որ կարող էի։ Պարոն Անանյան, պարոն Ղազարյանը դեռևս նախ հայտարարել Կներեք հայտարարեց պարոն Ղազարյանը ընկերության տնօրեն Spike-ի, որ դեռևս նախորդ տարվա օգոստոսին, երբ ընկերության բանկային հաշիվներն էին սառեցվել, ստիպված եղան վճարել ՊԵԿ-ի կողմից չհիմնավորված 2 միլիարդ դրամի հարկային պարտավորությունները, ինչից հետո նոր քրեական հետապնդումը դարձավ։ Ես այդ հարցին չեմ էլ անդրադառնա ընդհանրապես, որովհետև էլի կար քրեական գործը մի պահ կասեցվեց, քրեական գործից առանձնացվեցին որոշ դրվագներ եւ այդ դրվագների վերաբերյալ կազմակերպությունը ներկայացրել է ճշտված հաշվարկներ։ Այդ գումարները պետական եկամուտների կոմիտեի կողմից չեն առաջադրվել իրենց։ Կազմակերպությունը ինքը իր վարկագծով, այսինքն ճշտված հաշվարկ ներկայացնելով ինքնահայտարարագրել է այդ պարտավորությունները։ Հիմա եթե իրան թվում է, որ այդ ինքնահայտարարագրումը եղել է մեր ճնշման ներքո, ինքը նույն հաջողությամբ կարող է ինքնահայտարարագրել նորից եւս ճշտված հաշվարկ ներկայացնի եւ օրինակ 10 միլիարդով բացեցնի իր հարկերը։ Բայց ամեն մի գործողություն, ամեն մի վարկագիծ
պետք է ունենա իր գնահատականը եւ ոչ մենակ տնտեսագիտական, նաեւ քրեաիրավական։ Այդքան բան։ Ասուլիսի ժամանակ պարոն Ղազարյանը անընդհատ սլաքները ուղղում էր դեպի Green Project, ասում էր ինչի ՊԿ չի գնում իրանց այդ հարցերը ուղղի։ Հիմա ձեզ թվում է ես այդ հարցին պիտի պատասխանեմ։ Ինչ գիտեք գնում ենք, չենք գնում, ուր ենք գնում։ Ես ձեզ ասեցի թույլատրելիության շրջանակներում ես այդ տեղեկատվությունը ասել եմ ձեզ։